Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները։ Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները, ներգրավված են փրկարար ծառայության 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ժամը 17:05-ին 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին ժամը 9:30-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարէ Մարտիրոսյանի մարմինը։ Այո, ցավալի ավարտ ունեցավ Վանաձորում մի քանի օր շարունակվող որոնողական աշխատանքները։ Մի քրոջը գտել են, մյուսին դեռ ոչ, հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ, կամավորներ և պարզապես անտարբեր չմնացած քաղաքացիներ օրեր շարունակ պայքարում էին հույսի կենդանի պահելու համար, սակայն ցավոք, սպասված հրաշքը մեկ փոքրիկի դեպքում տեղի չունեցավ։ Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են լայնածավալ որոնողական աշխատանքները։ Օրեր շարունակ հարյուրավոր մարդիկ աղոթում էին, սպասում որևէ դրական լուրի, հույս էին փայփայում, որ երեխաները կգտնվեն ողջ։ Սոցիալական ցանցերում տարածվում էին աջակցության խոսքեր, աղոթքներ, կոչեր միավորվելու և աջակցելու որոնումներին։ Շատերի համար այդ երկու փոքրիկ հյուրերը դարձել էին սեփական երեխաների նման հարազատ։ Սակայն հունիսի 17-ին ստացվեց այն լուրը, որը ցնցեց բոլորին։ Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից ընդամենը 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվեց 2018 թվականին ծնված Նարէ Մարտիրոսյանի մարմինը։ Այդ պահից հույսի տեղը զբաղեցրեց խորը ցավն ու կսկիծը։ Այս ողբերգությունը ծանր հարված է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի համար։ Հատկապես ցավալի է, որ խոսքը երեխաների մասին է, որոնց առջև դեռ ամբողջ կյանքներ։ Բռնի տեղահանության, դժվարությունների ու փորձությունների միջով անցած ընտանիքի համար սա անչափ ծանր կորուստ է, որի ցավը դժվար է նկարագրել բառերով։ Այս օրերին բազմաթիվ մարդիկ իրենց զորակցությունն են հայտնում ընտանիքին, կիսելով նրանց վիշտը։ Հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր նույնիսկ անձամբ չէին ճանաչում երեխաներին, հետևում էին յուրաքանչյուր լուրի, մասնակցում որոնումներին և աղոթում նրանց համար։ Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ցավի պահին մարդիկ կարող են միավորվել և դառնալ մեկ ընտանիք։ Խորին ցավակցություն ենք հայտնում Նարէ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու սիրում էին նրան։ Թող փոքրիկի հիշատակը միշտ վառ մնա նրա մտերիմների սրտերում։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է կյանքի փխրունության մասին և այն մասին, թե որքան կարևոր է գնահատել յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր պահը մեր սիրելիների հետ։ Հանգչիր խաղաղությամբ, փոքրիկ Նարէ, ու հուսանք, որ մյուս փոքրիկին կգտնեն ողջ ու առողջ, չնայած հույսը գնալով ավելի փոքրանում է։ Մինչ այս պահը 13-ամյա քրոջ վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չի հրապարակվել և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս իրավիճակում հատկապես կարևոր է չտրվել չհաստատված լուրերին և հետևել միայն պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններին։ Յուրաքանչյուր նոր տեղեկություն կարևոր է որոնումների համար, իսկ չճշտված հրապարակումները կարող են լրացուցիչ ծանրաբեռնել առանց այդ էլ ծանր իրավիճակը։ Այս օրերին ամբողջ հանրությունը շարունակում է իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել ընտանիքին։ Շատերը շարունակում են աղոթել, որ որոնողական աշխատանքները հնարավորինս շուտ ավարտվեն և ընտանիքը ստանա պատասխաններ այն հարցերին, որոնցով ապրում է արդեն մի քանի օր։ 13-ամյա Նարինեից դեռևս լուր չկա։ Որոնումները շարունակվում են։ Այս պահին ոչ ոք չի կարող վստահ ասել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, քանի որ քննությունը շարունակվում է և պաշտոնական մարմինները դեռ որևէ տեղեկություն չեն հայտնում, ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Հայտնի է միայն, որ հունիսի 15-ին երկու քույրերը՝ 7-ամյա Նարեն և 13-ամյա Նարինեն, դուրս են եկել տնից և չեն հասել նախատեսված վայր։ Ավելի ուշ սկսվել են որոնողական աշխատանքներն, իսկ ականատեսներից մեկը հայտնել է, որ գետի հատվածում
երեխայի օգնության կանչ է լսել, հետագայում որոնումները կենտրոնացել են Փամբակ գետի վրա։ Ցավոք, հունիսի 17-ին հայտնաբերվել է փոքրիկ Նարեի մարմինը, իսկ 13-ամյա Նարինեի որոնումները դեռ շարունակվում են։ Այս հանգամանքը ուժեղացնում է այն վարկածները, որ երեխաները հայտնվել են գետում, սակայն թե ինչ պայմաններում, արդյոք սայթաքել են, փորձել են օգնել միմյանց, խաղացել են գետի մոտ կամ տեղի է ունեցել այլ հանգամանք, դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։ Այժմ ամենակարևորը Նարինեի որոնումներն են և դեպքի բոլոր հանգամանքների պարզումը։ Մինչ այդ պետք է զգուշությամբ վերաբերվել սոցիալական ցանցերում տարածվող տարբեր վարկածներին, քանի որ դրանց մեծ մասը հաստատված չէ։ Այս պատմությունը հատկապես ցավալի է, քանի որ խոսքը երկու քույրերի մասին է և օրեր շարունակ ամբողջ Հայաստանը հետևում էր որոնումներին, հույս ունենալով, որ երեխաները կգտնվեն։ Ցավոք, արդեն հայտնի է փոքրիկ Նարեի ողբերգական ճակատագիրը, իսկ Նարինեի մասին ընտանիքը, հարազատներն ու հանրությունը դեռ սպասում են որևէ տեղեկության։